Ազատ Գրիգորի Ադամյան 1990 թիվ հուլիսի 15 ծնվել եմ Ստեփանակերտում հետո արդեն սկսվեց պատերազմը մեծացել եմ Նկուղում անգամ դրվագներ կա որ շատ վառ հիշում եմ Նկուղից առաջին պատերազմը հա 90 թվականին ու եղբայրս ծանր վիրավորեց 6 տարեկան էր ինքը ռումբից վիրավորվեց այդ ժամանակ գնացինք Ռուսաստան մի քանի ամսով իրան ասում են որ ինքը չի ապրել այսինքն Ստեփանակերտում ուղղակի դրեցին Միջանցքում հետո այնպես ստացվեց տեղափոխեցին Երևան կյանքը փրկվեց հետո արդեն Ռուսաստան մի քանի ամսով ու երբ հայրիկիս մենք տեսանք չճանաչեցինք քանի տարի էր մի քանի ամիս չենք տեսել չգիտեմ քանի ամիս 4 ամիս 5 ամիս բայց գիտեմ որ չէինք ճանաչում արդեն դե շատ փոքր ենք այսինքն ինքը փոխվեցավ թե ինքը հա դա Մորոկով էր ընդհանրապես հետո արդեն տարիք մի քիչ երեխաները արագ են չէ մեծանում փոքր տարիքում ամենից շուտ են ընկալում ու քանի որ մի քիչ ավելի վաղ տարիքում էր տենց հայրիկի դեմքներ էինք մոռացել հետո հարմարվեցինք ըստ վերջերս բրոկադայի ժամանակ իմ տղան հիվանդացավ տարանք հիվանդանոց պիտի պարկեր այդ հիվանդանոցի բակով համքայլում եմ այնքան ծանոթ է այդ ամեն ինչ այդ պատոհանները այդ ճաղավանդակները Նկուղի հետո պահիտակ ես հիշեցի որ ես այստեղ տեսել եմ էլի բայց պատերել էր ուրիշ մի հատ այնց շատ հետաքրքիր ֆլեշբեք էր մամային ասեցի ասում ես մեր պատվանն է այստեղից մուտքն է բայց դե մի բան ինչ դռներ կարգփոխած էդ էլ հիշում եմ որ վիզուալ ինչ-որ մի բան ինչ այդպես այսինքն լավ տպավորվել է ինձ մոտ բայց քանի որ երեխա է այդ ամեն ծանրությունը չէի զգում հիմա էլ այդ ամեն ինչը երեխաներն են անցել բայց գիտեմ որ էդ էլ է պետք այսինքն երեխա տարիքում այդ չի խանգարելու հաստատ եթե մեզանից շատ չտեսնեն էլի ոչինչ այդ ամեն ինչը այսինքն ժամանակի ընթացքում անցնում է ծնողները չեն թողնում էլի որ երեխաների վրա այդ ամեն ինչը ազդի ստրեսը ցույց չեն տալիս այդ է հիմա էլ մենք ենք արդեն ստեղ էլի նույնն է էլի երեխաները առանց հայր են մեծանում օրը մի 15-20 րոպե կամ կես ժամ տեսնել ընդհանրապես բան չի փոխվում էլի բայց դու մի կողմից էլ գիտակցում ես որ լավ տանը շատ չլինես այսինքն տանը ինչ գործում ես զարթնեցի երեխաների հետ խաղացի կնոջը տեսար բոլորը քեզանից գոհ են դժգոհ մարդ չկա անցանք աշխատանքի այդպես էլ պիտի լինի հետո մտածում եմ որ հնարավոր է տանը մի քիչ մարդիկ որ շատ են լինում դրա համար են սկսում իրար հետ վիճել ունի համ պլյուսները համ մինուսները իրականում բացասական կողմը հետո հաճախել եմ Ստեփանակերտի 8 թիվ միջնակարգ դպրոց եւ համատեղ նաեւ երաժշտական դպրոց լարային բաժին որպես ջութակահար հետո երաժշտական ուսումնարան պետական կամերային նվագախումբ որպես ջութակահար հետո 8-ից 10 անցա պարտադիր զինվորական ծառայության մեխակավանը մոբայլ ջաբրայել ենք ասում ու այդպես վերադառնալուց հետո նորից կամերային նվագախումբ աշխատանքի երկշախումբ աշխատանքի պետական մինչև 2013 թվականը 2013 թվականից արդեն կտրուկ անցա զբոսաշրջային ոլորտ 2011-ից նախապատրաստում էի ինձ այսինքն ինձ համար ինք էի նախապատրաստում որ ես պիտի մի օր տեղափոխվեմ քանի որ չսիրելով ես աշխատել չեմ կարող իսկ երաժշտությամբ զբաղվել դժվար է այսինքն բարբերաբար դու պիտի պարապես դու պիտի անես այն ինչ դու չես ուզում մարդիկ են իրենց համար այսինքն ամբողջ կյանք իրենք նվագում են նվագախմբում իրենց համար լավ բայց այստեղս նստել չեմ կարող ես ուզում եմ մի քիչ շարժվեմ ավելի շատ ակտիվություն աշխատել չես կարող մոտել քարանում են ու այդպես 2013-ից 2020 թվականը զբաղվում եմ լեռնային էքստրեմատուրիզմով որպես ուղեկցորդ 2015 թվականին ճանաչվեցի Արցախի
լավագույն գիտուղեկցորդ եւ ուղևորվեցի Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա։ Փորձի փոխանակում 10 օր մնացի, ու այնքան երկար ուտում Արցախ։ Շատ երկար ուտում, ասում եմ, երբ կլինես ամեն ինչը։ Չի գնացել ուշտեղ։ Գնում գալիս էի, բայց ոչ ավել քան 10 օր։ Եվ ոչ ստիպված ես ինքն պիտի մնաս։ Հա, օրինակ, հա։ Մի առաջարկ էր կար, որ ես կարող էի մնայի, այսինքն իմ գործը դնեի այնտեղ։ Ու այդպես։ Հետո պատերազմ։ 16-ին էլ եմ մասնակցել։ Մինչև 16-ին 15-ին հաղթեցի մրցումները։ 16-ին փետրվարին ուղևորվեցի Բրազիլիա, կարնավալի մասնակցելու։ Հետո եկա ու ապրիլյան պատերազմ։ Ապրիլյանի մասնակցեցի որպես կամավոր, նույնպես 20 թվականին։ Բոլոր միջանկյալ այդ հակամարտություններին, ինչ որ առաջխաղացում կար, պարտադիր մենք էլի դիրքերի մենք ընկերներով, այսինքն չէինք սպասում, որ մեզ կան չէին։ Հետո արդեն նաև վերջին մարտին, այդ սեպտեմբերի 19-ին, նույնպես մասնակցեցի, արդեն ձիով, ես ձիեր ունեի, 5 ձի ունեի, բաց էի տարել, 4-ին արդեն 5 պիտի տարեմ։ Այդ ձիով այսինքն ինչ։ Մեքենա չկար, այդ ամեն ինչը ձիով ենք տեղափոխում։ Հա, սպառազինություն ու ամեն ինչ իրան գալիս են իզրայելական տեխնիկայով, սենկատերով, իսկ մենք պիտի ոտքով կամ լավագույն դեպքով ձիով այդ ամեն ինչը սպառազինությունը տեղափոխենք, որ կարողանայինք։ Ու այդպես, հետո արդեն Երևան 2023 թվականի դեկտեմբերի 8-ին փաբը վերաբացվեց Երևանում։ Բայց եւ կներեք ես մի քիչ լսել եմ շուրջս, որ ինչ ուզում եմ բարձրան ինչպես հավատալ, ինչքան հասկացա Բարդակը Ստեփանակերտում բաց էր ու հետո քանի տարի աշխատեց ու նորից նույն ձևով Բարդակը 16-ին բացվեց 2016 թվականին։ Ապրիլյանից երբ որ վերադարձա, արդեն ուզում էի ինչ-որ մի նոր բան անեի, այնտեղ էլ խրամատում ընկերոջս խոսք էի տվել, որ եթե ողջ մնանք, ռմբակոծում են դիրքը շատ ուժեղ։ Մտածում ենք, որ հնարավոր է դուրս չգայինք այստեղից ողջ, բայց ասում եմ, որ դուրս գանք ողջ գնալ եմ Ստեփանակերտում, ինչ-որ մի բան բացեմ, բայց այդ ոչ թե որպես ուխտ, այլ ուղղակի եթե պետք է ես կարող Չէ։ Այլ մտածում եմ, որ Ստեփանակերտն է ռմբակոծում։ Մարդիկ հասկանան, որ այսինքն ամեն ինչ շարունակվում է, կարելի է նոր զարգալ կյանքին։ Դրա համար որոշեցի, որ փաբը պիտի բացվի, բայց երբ եկանք արդեն Ստեփանակերտ, հասկացանք, որ քաղաքում շատ հանգիստ է, ավելի հանգիստ է, քան դիրքերում։ Բայց միևնույնն է, տարածք ունեինք մեր տան հարևանությամբ, վերականգնեցինք, վերանորոգեցինք ու ուղղակի ընկերներով ենք հավաքվում։ Մտերիմ ընկերներով զրուցում, միջոց հետաքրքիր թեմաներ էինք քննարկում, երաժշտություն էինք լսում։ Հետո սկսեցին արդեն գալ ինձ անծանոթ մարդիկ։ Այդպես ինձ Բարդակ փաբը 4 շիշ խմիչքով ու գարեջուրն վաճառում է, հետևի դռնով վազելով գնում խանութից առնում, բերում, վաճառում, վազելով գնում, բերում։ Ու այսպես սկսեցինք աշխատել։ Հետո 2018 թվականին արդեն մարդիկ իմացան Բարդակի մասին, կտրուկ աճ նկատվեց։ Ամառային սեզոնում շատ ուժեղ աշխատում էինք։ Այդ մինչև 20 թվականը։ որ պատերազմը սկսեց։ 20 թվականի, այո, սեպտեմբերի 27-ին այնքան մարդեր եկել Բարդակ, ներս, դուրս, բոլորը նստած էին, կատակում էին, երգում էին, պարում էին, մարդիկ էին գալիս 5 րոպեով մտնում դուրս էին գալիս, անգամ սննդի անվտանգությունից եկան, քանի որ կորոնա էր, կորոնավիրուսի ճգնաժամներ, որ չթողնային էլի, այսինքն ճանապարհից երևում մարդիկ գնում գալիս, ասեցին գոնե թող աշխատողները դիմակակնեն, ասեցին բա աշխատող չկա, մարդիկ իրենց համար գալիս, տղեկն էլ եկան, միացան մեզ, ու անանն էլ կար ինջալուց, վերջին։ Ու այդպես աշխատեցինք, առավոտյան արդեն Պաթյունի ձայնից առնեցի։ Ես ունեի այդ ժամանակ իմ առաջի կեմպինգեր ունեի այնտեղ։
2015 թվականից ծրագրի մշակում էի, ուզում էի վերցնել տարածքը վերականգնել, չէին տալիս, չէին վստահում։ 2018 թվականին նոր տվեցին, այսինքն երկար ժամանակ անց նոր կարողացա վերցնել, ճամբարը վերականգնեցի, ու առաջին զբոսաշրջիկներն էին այնտեղ։ Բրիտանիայից հիշում եմ։ Այդպես ավանակ ունեի, սկսեց զռալ, վազում էր տարածքով, ժամը 6-7-ի կողմ էր, մինչև հարձակումը։ Ես ավելի մտածում եմ, որ խայտարակը լինի, մարդիկ նոր եկած քնած, շատ ուշ ենք եկել, ժամը 5-ի կողմին ենք Հանդեստանալու, հիմա կզարթնեն, չնայած բնությունը, ոչինչ, իրանք երևի կարող կլինեին ավանակի ձայնից զարթնելու, մեզ միևնույն է, ուզում են Հանդեստանային, կանչեցի, շաքար տվեցի, լռեց, հետո նորից սկսեց, այսինքն վազում է, համզորում, արդեն ինչ արած։ Մի քիչ հետո արդեն պայթյունի ձայները լսեցի։ Ինքը դրոնի ձայներից էր վախեցել։ Օդում լսում էր, արդեն շրջում էին օդով։ Մենք չէինք հասկանում, իսկ ինքը ավելի շուտ էր լսում։ Այդ ձայները վախեցած դրա համար վազում էր, որտեղ ես նման պահվածք իր մոտ չէի նկատել։ Ու այդպես, այդ մարդկանց տեղափոխության վտանգ տեղ ու դեպի հրդեհ էր բռնկվել քաղաքի ծայրամասում, Իվանյանի մոտերը, Իվանյանի զորամասում։ Մեքենաս արդեն վարեցա այդ ուղղությամբ։ Մնացի, տեսա, որ սա ուղղակի ինչ-որ թեթև հարձակում չէր, լայնամասշտաբ Դեպքին էլ կարնիկ մի քիչ։ Ժամանակ քիչ էր, այդ քիչերին արդեն մենք քիչ է, բայց չէինք զգում այդ ուղղակի, որ այդ սեպտեմբերին, որը սկսավ։ Սեպտեմբերին միանգամից բոլոր ուղղություններով խփեցին, այսինքն փոփամակարգերը ոչնչացվեց սկզբից, ամենասկզբից։ Սկսեցին քաղաքի վրա, կրակեցին Արցախ թաղամասի վրա։ Հետո զորամասերի վրա խփեցին, արդեն պարզ էր, որ այս ամենը կրկնողություն չէ, սա նորերի ամբողջությամբ նոր սցենար է։ Ու այդպես արդեն նկատում, կինս նկողում էր, ժամանակ կինս չէր, ուղղակի ընկերուհիս էր։ Դարան էր տուն։ Ու ես էլ հավաքվեցի, իրերս հավաքեցի ու արդեն մեկնեցի ռազմաճակատ։ Ու այդպես եղնիկներ, 7-րդ պաշտպանակ։ Ամսի 1-ին վիրավորում ստացա ինքնաթիռից, հավանաբար ինքնաթիռից ինձ այդպես փոխանցեցին, ես չգիտեմ։ Ու հետո արդեն սկսեցի օժանդակել ծառայության, այսինքն անմիջապես չէի ծառայում, վիրավորության պատճառով ձեռքս չէր աշխատում, ոտքի հետ խնդիր ունեի։ Ու այդպես առ այսօր դեռ ծառայության մեջ եմ։ Պատերազմից հետո մնացիր, շարունակեցիր Ստեփանակերտում։ Հաբա, չէի ուզում, որտեղ արդեն դրա ժամանակը չէր, չէի ուզում դրա համար ժամանակ ծախսեի։ Ինչ էր անում։ Ավելի շատ մտածում եմ ռազմական ուղղությամբ։ Այդպես մնացիր ու ինչպես էր բայց մնաց Ստեփանակերտում մնաց, Ստեփանակերտից դուրս գա։ Չէ, Ստեփանակերտից դուրս գալու մասին ընդհանրապես չէի մտածում, բայց մտածում եմ արդյոք արարժի փաբը աշխատացնել թե չէ։ Որտեղ չէի ուզում երաշխություն միացնել մարդիկ, Փաբը սկսեց աշխատել բազմաթիվ մեր ընկերների խնդրանքով։ Անգամ գալիս են ու ասում են, որ տեղա պետք մենք գնանք մի քիչ կիսվենք, չեն կարողանում։ Գոնե բացի գանք իրար հետ զրուցենք։ Այդպես է սկսվեց։ Տիգրանակերտից դուրն էի հանել բերել, տեղադրեցի Փաբի դրան տեղը։ Ու սկսեցինք աշխատել, բայց ոչ առաջվա ֆորմատով, այսինքն հիմնականում արդեն էլ չէինք ապրում, չէինք զվարճանում։ Ուղղակի Փաբը աշխատում էր որպես մի հատ մեծ հոգեբանական ինչ-որ խնդիրներ ունեցող մարդկանց ակումբ։
գալիս էին զրուցում էին, Երևանից էին գալիս, խնդիրներն էին կիսում ու ասում որ շատ թեթևանում էին։ Ու մինչև բլոկադայի արդեն առաջի օրը։ Բլոկադան երբ սկսվեց երկրորդ էտապը, առաջի անգամ որ եկան, էլի փակեցինք, հետո բացեցինք։ Որտեղ ճանապարհ չկար, ուղղակի տենց ակտիվիստները բարձրացան, մի քիչ զրուցեցին, խաղապահների հետ իջան, ակցիան իրենց իրականացնեցին։ Երկրորդ անգամ որ բարձրացան, արդեն հասկացա, որ սա երկար է տևելու։ Ու մի անգամից փաբը փակեցին։ Փաբում եղած իրերը, դա սնունդը, մթերքները, ինչ հնարավոր էր տեղափոխեցինք, որտեղ որ ճանապարհի մարդիկ էին մնացած։ Սկսեցինք այդ մարդկանց հյուրասիրել։ Թե սուրճ, հետո հաց, էլի մեր ընկերների շնորհիվ ընկերներս մնացան։ So երբ դուրս եկաք օրորներ։ Սեպտեմբերի 28 կամ 29-ը։ Ես չէի ուզում դուրս գալ, ընդհանրապես դրա մասին չէի մտածում, ես գիտեի, որ ես պիտի մնամ։ Ես ինքս ինձ խոսք հետո որ պիտի մնամ։ Ու եթե ճանապարհը բացվի, հետ կգնաս։ Ադրբեջանի հետ ապրելու։ Չէ, եթե հետ ստանամ Արցախ։ Հատ ով պիտի ստանա։ Չեմ ասում, որ պիտի լինի ուղղակի։ Հետ ստանալներից մեկը ես պիտի լինեմ։ Եթե ես էլ լինեմ, այնպես կստացվի, որ ես արդեն գնացել եմ։ Հա, հասկացա։ Հարցնում եմ, որտեղ Իմ երազանքն է, ես միշտ ասում եմ, ես ուզում եմ սարերով գնամ Արցախ, ճանապարհով գամ նրանց բերեմ։ Այդ հիմա իմ երազանքն է, իմ նպատակն է, ես չեմ ուզում ճանապարհով գնամ, ճանապարհով հետ գամ բերեմ։ Ուզում եմ սարերով գնամ, ճանապարհով բերեմ։ մտածել եք արդեն նրա մասին, որ ոնց եք անելու։ Իհարկե։ Մենք պատերազմում ենք, ընկերներով, չէ, մենակով չի ստացվի, ունեմ հավատարիմ ընկերներ, ավելի մարդիկ կմիանան, երբ որ զգան դրա գալիքը կա։ Նա մարդիկ էլ չեն հավատում սեփական ուժը, վատ է։ Հա, ես իմ կարծիքներս պահեմ, բայց հետաքրքիր է։ So սեպտեմբերից դուրս եկաք, ես ամեն ինչը որ հիմա ստեղ կա, բերել եք ձեզ հետ, թե ինչպես բացեցիք այս տարածքը հիմա ստեղ։ Փոքր տարածք էի փնտրում, շատ փոքր։ Ինքան որ աշխատացնեմ, գումարը տամ։ Այդքան էլ փոքր չի։ Ես չէի փնտրում։ Անգամ իմ պլանների մեջ էլ չկար նման տարածք վարձակալել։ Շատ փոքր նկուղա այնքան դված ինչ որ շատ փոքր տեղ է։ Ամիս օրինակ 100,000 դրամ ամսավիճարով։ Մի քան վատ վիճակում էր, օբյեկտի համար 100,000, այսինքն նկուղ էր ու վերջ։ Ընդհանրապես ոչինչ չկար, ոչ հատակ կար, ոչ առաստաղ կար։ Ես ասում եմ ոչինչ, ես կսարքեմ, կբերեմ այդ ամեն ինչ կանեմ, կաշխատենք։ Ընթացքում արդեն գտա այստեղ։ Գտա այստեղ, սկսեցի արդեն գումար հայթայթել, բիզնես վարկ էի փնտրում։ Մեկ էլ ընկերներից գրեցին, որ ունեն ընկեր, որ պատրաստ է գումար տրամադրել։ Ու այնպես ստացվեց, որ տրամադրեցին Կարապետ անունով մի տղա։ Հետո գումարը չհերիքեց, ինքը արդեն իր ընկերոջից վերցրեց։ Անժելա անունով մի աղջիկ։ Իր գումարը ինձ տվեցին ժամանակով, որ ես աշխատացնեմ, այսինքն փաբը ստարտը տամ։ Ու այդպես, գիտեք, բաժակ չկար, որ ջուր խմեինք։ Ինչ որ կտոր չկար, որ սեղան մաքրեինք։ Սկիզբ։ Սեղան էլ չկար, մեր բերած առաջի սեղանը չգիտեինք ինչու մաքրեինք, նրանցինք այդ ամեն ինչը վերցրեցինք եկանք։ Ու տենց կամաց արդեն սկսեցի այսօր դուք որ զանգեցիք ես դրա համար չգիտեի երբ կլիներ փաբում, որտեղ գնացել է էլի իրեր բերելու։ Հա։ Ասա կտորները բերեցին։ Պաստորեն էս ինչ որ կա, ամեն ինչը օրից օր հավաքում եք դնում։ Ամեն օր ինչ որ մի բան, եթե չի ավելանում փաբում, հաստատ տեղափոխվում ու տեղաշարժվում է։ Ասա դրի ձեր ճաշակով ամեն ինչով։ Հա։ Դե իսկապես այնց տեղ է, որ
դժգասոր տարիներ արդեն հատուկ սարքած բան է։ Այս մի տարվա ընթացքում ես ամեն ինչին չկա, մի տարի կարելի ասել, որովհետև սկզբից դեռ այդքան ինչ-որ ատրիբուտների վրա։ Այս սեղանը կար, ստեղ էր 3 սեղան դրած, դեռ այդ նույնիսկ դրած, այն քառակուսի սեղանները, ընդհանրապես մնացած ամբողջ դատարկ էր, հոգի չկար մեջ։ Այս անկյունը մի շաբաթ առաջ արդեն ստեղծեցի։ Շատ բան։ Հավանեցի ճիշտ ասած։ Մենա ուրիշ սեղանաթոռ կա, վաղը պիտի գնամ վերցնեմ։ Էլի ռումինական շատ սիրում, պիտի բերեմ ինչ-որ միտեղ։ Եվ ոնց որ լավ է ստացվում, ամեն ինչ դեպի առաջ է գնում ու դեր մյուսները ինչքան լսել եմ, մյուսները ասում էին, որ դրսից արիտ ունեցան, որ դուրսը գնան եւ աշխատեն, չգիտեմ ինչ, բայց շատերը մնացել են, որովհետեւ չեն ուզում Հայաստանից դուրս։ Ես ուր պիտի գնամ։ Իմ հարազատ եղբայրը հիմա Ամերիկա։ Լոս Անջելես։ Աշխատանք ունի, արդեն ֆինանսապես ապահով է, մեքենան նոր գնել է, կանչում է ինձ։ Բայց ես գնամ դեռ ինչ անեմ, այսինքն ինքդ պլյուսները թվարկում է, բայց ես մինուսները ավելի շատ եմ տեսնում։ Այսինքն հանրային սննդի օբյեկտ բացի, դե որ բացենք մինչև 3 օր պիտի աշխատենք։ Ինչու՞ դե մեքսիկները գալիս սա ավիրում են։ Ես հիմա ոնց գնամ աշխատեմ, ես հայերի հետ յոլա չեմ գնում։ Հիմա հայը հետ յոլա չի գնում, հայը օտարերկրացու հետ ոնց յոլա գնում։ Դա էլի։ Նույնը խոսում էր, որ այնքան է սիրում խոհարարություն, սիրելով ես պատրաստում ես ամեն ինչը, այդ ինչպես օգնեց քեզի, որ ես ամեն ինչը ստացվի, ոնց ես մեջտեղը մտել, որ սովորել, որ կարողանաս այդ ամեն ինչը հասկանաս։ Գիտեք, երևի իմ հենց առավելությունը տվյալ պահում։ Հենց այդ ես որ կարողացա արագ ադապտացվել խոհանոցին։ Ես մտ առաջ օրը մտա աշխատանքի, որտեղ շատ կտրուկ աշխատողները դուրս եկան աշխատանքից, ես հանեց։ Այնպես ստացվեց, որ ուրբաթ օրը բազմամարդ մնացի առանց խոհարար, մտա խոհանոց։ Ընդհանրապես ոչինչ բանի տեղը չգիտեի։ Գիտեի, որ միսը ստեղ սանարանում է, պիտի գտնվեր, գիտեի ինչ ստեղ է, ինչ ունդեղ է։ Այդ սոցները, այդ ամեն ինչը ընդհանրապես ոչինչ դեռ չգիտեի։ Աշխատեցի ուրբաթը հանեցի շաբաթ օրվանից արդեն կարծես երկար ժամանակ աշխատել եմ խոհանոցում։ Ու գիտեք, ես մի անգամ Շուշիում դասընթացներ էր բիզնեսի վերաբերյալ, բիզնեսի կառավարում, առավելություն, ինչպես գրել բիզնեսի ծրագիր։ Ու ես միշտ նեղում էի, որ փաբի տարածքը իմ սեփականությունն է, այսինքն ես բարձ չեմ տալիս։ Քանի որ բարձ չեմ տալիս, բնականաբար կոնկուրենցիայի մեջ էլ իմ դիրքը ավելի բարձր է։ Այսինքն ռիսկերս ավելի ցածր են, քան մնացած օբյեկտները։ Ես դրանից միշտ նեղում էի։ Որտեղ գիտեմ, որ մարդիկ կան, այսինքն ես ամեն ինչ սիրում եմ, որ արդար լինի։ Անկամ եթե կա կոնկուրենցիա, դա պիտի լինի արդար, չէ։ Ու ես տեսնում եմ, որ այդ սանդղակում քիչ մարդկանցից մեկն եմ, ով ունի իր տարածքը եւ բիզնեսը դրել է իր տարածքում սեփական։ Ու ինձ Արմենն ասաց, որ քաուչ ասաց, որ մի անհանգստացի, բիզնեսը դրա վրա է հիմնված, որ ինչ որ մեկ ունի առավելություններ ու դրա շնորհիվ կարողանում է օգտվել։ Հիմա մեկ-մեկ երբ որ նայում եմ, դե վարձը շատ բարձր է ստեղ, 1 միլիոն վարձ եմ տալիս։ Արդեն ամենաբարձրը Արցախի բոլոր տեղափոխված օբյեկտներից։ Ինչի՞։ Ուտե հիմնականում չեն բացվել, ով որ բացվել է, այսքան մեծ տարածք ու այսքան մեծ վարձակալություն չի վերցրել։ Այնպես ասես, որ վարձակալության 0 սանդղակից եկա հասա։ 1 միլիոնը քիչ չէ, էլի, հիմա ում ասես 1 միլիոն վարձ։ Այդքանը պիտի կարողանանք անել։ Ու դա հիմա իմ առավելություններից մեկը է դա, ես որ ոչ թե անձնական առավելությունը, դա թիմային աշխատանք է։ Իմ ասելով նկատի ունեմ փաբի առավելություններից մեկն է, որ կարողացենք շատ արագ ադապտացվել։
խոհանոցը ադապտացվեց, սկսեցի աշխատել ու սիրահարվեցի այդ գործին։ Ոչ թե ուզում եմ լինել խոհարար։ Ես ավելի շատ կցանկանայի ինչ որ տեղ է ստեղծել, որտեղ խոհարարներ կլինեն։ Քանի որ եթե դու մտա խոհանոց, զբաղվեցի խոհարարությամբ, մնացած տեղի մասին պարտադիր պետք է մոռանաս։ Ու այնպես ստացվեց, որ դեռ խոհանոցում եմ, դեռ աշխատում եմ, մինչև գտնեմ մարդ, այսինքն մարդ, ով պատրաստ կլինի աշխատել ինձ նման։ Պատրաստ կլինի աշխատել կշեպքով, պատրաստ կլինի իր սխալ, թույլ տված սխալները խոհանոցում, դնել մի կողմ, պատրաստել նորը, չմտածել գումարի մասին։ Անգամ ես մի քանի անգամ զգուշացրել էի, եթե հանկարծ տեսնեմ, որ ինչ-որ մի բան օրինակ ֆրիզուրումից շատ ամնացել։ Մի քիչ վառեց, չէ՞։ Մի քիչ, շատ չի, մի քիչ, չպիտի գնում։ Եթե նկատել եք, ես չեմ ասում ամեն ինչ, կարող չեք նկատել մեջը ինչա։ Այդ լրիվ ուրիշ է, բայց երբ որ տեսանելի է, այդ արդեն պլյուս է, էլի արդեն չպիտի թույլ տաք անցնի սեղան, չէ՞, լսում եմ։ Ճապաբաժիններն են քչացնում։ Այդ ամեն ինչը ժամանակի ընթացքում կտրուկ ազդեց իմ գործի վրա։ Հիմա իմ կատարած աշխատանքը մի տարի առաջ այսօրը կատարում էին 3 հոգի։ Շաբաթի 3 օր։ Չէ, ամեն օր ես ինչ աշխատանք կատարում եմ, այդ գնումները, խոհանոցը 3 առանձին հաստիքի մարդ կա, ես էլ 4-ն էի։ Հիմա գիտեք, մտածում եմ, որ կա 2 տարբերակ։ Առաջի տարբերակը ես որ սկսեի մենակով, սկսեի աշխատացնեի, չէր ստացվի։ Հաստատ չէր ստացվի, որտեղ բազան չկար։ Մենյուն դեռ վերամշակված էր, բայց վերամշակված չէր։ Իսկ հիմա արդեն, երբ որ ամեն ինչ աշխատում է, ավելի հեշտ ինձ համար ստացվեց, քանի որ ես տեսա այդ համակարգը ոնց է աշխատում։ Ստեփանակերտի փաբում ես խոհանոց չունեի։ Հա, հենց այդ էր խնդիրը։ Ես դեռ խոհանոց չունեի, ստեղ արդեն խոհանոց ունեի։ Մեկ էլ տես փոքր խորտիկներ։ Բա ինչպես որոշեցիք ստեղ խոհանոց բացել։ Այստեղ պետք է պարտադիր արդեն լիներ։ Ստեփանակերտում էլ կար։ Ստեփանակերտում խոհանոցը ունենք ամառային տարածք, որտեղ սեղան է դրել մեծ։ Մեջը 3 հատ մահալ։ Մարդիկ գալիս էին ածուխով, իրենց ինչ-որ բան պիտի պատվիրեին, այդ խարույկի վրա պատրաստեինք։ Բայց այդպես էլ մի օր էլ չաշխատեց։ Առաջ օրը բերեցինք որպես շնորհավոր տղաներ ինչ-որ բաներ բերեցին, խորովեցինք ու ստացվեց ավանդույթ։ Արդեն մարդիկ երեկոյան գալիս էին ինչ-որ բաներ իրենց հետ բերելով։ Բերում էին, մեկը կաղավոլիկ բերեր, մեկը բադրջան բերեր, մեկը նրբերշիկ բերեր, խարույկի վրա պատրաստում էին, ուտում, զրուցում, ու որոշեցի, որ դա պետք է մնա այդպես։ Այսինքն լավ խոհանոց չունենան, բայց մթնոլորտը լինի։ Կարևորը մարդիկ հիմա կուշտ են, արդեն սոված չեն։ Առաջ սովածության խնդիր կար ուժաներին։ Հիմա արդեն չէ, հիմա արդեն իրենք սոված չեն Ստեփանակերտում։ Իսկ դա պարտադիր պիտի ունենային խոհանոց, որովհետև ուզում են։ Չէ, արդեն այս տարածքում եթե խոհանոց չլինի, դա ոչ աշխատացնենք։ Եթե փոքր տարածքն ունի, հնարավոր անդեղի խոհանոց չլիներ։ Եթե դիմասա սկզբից ընտրած տարածքն լինի, խոհանոց չէր լինի։ Որտեվ ներդրումների ահռելի մասը սկզբնական փուլում հենց մնաց խոհանոցի վրա։ Կարծում սրա համար անգամ ընտանիքի մասին հարցնեմ։ Ուրեմն ամուսնացար, երեխա բերեցիր։ Պատերազմից հետո ամուսնացա։ 21 թվականին։ Որտեղ։ Ստեփանակերտում։ Գնացինք Գանձասար։ Հետո 22-ին ծնվեց առաջնեկս, Տահաս Գրիգորին։ Հետո արդեն 24 թվականին ծնվեց աղջիկս, արդեն Երևանում։ Կինս հղիերն ենք, որ եկանք։ Աստորեն 2 երեխա ունես և Հիմա միամսից, ամենաշատը միամսից 3-րդը կծնվի։ շնորհ։ Մոնթեն։ Տղա։ Ապրեք։
Ինքը ուրիշ է, իր բերը լրիվ ուրիշ է։ Ինչի։ Նո արդեն ես իրան նայում եմ որպես հող վերադարձնող տղա։ Ես Գրիգորին տենց չէի նայում, ինքն երեխաներ։ Ուղղակի տղասա որպես տղա ուրախացանք, բայց այս մեկը արդեն Դե այդ այն է։ Երևի հասկանում եմ ինքը։ Ու բոլորն է պիտի կրվեն իմ երեխաները։ Աղջիկները ուրիշ գործով կօգնեն, կոժանդակեն, բայց տղաները պիտի պարտադիր լինեն մարտիկներ, այսինքն իրենք ծառայություն խուսափելու հնարավորություն չեն ունենա։